կներկայացեք։ Անշուշտ։ Իհարկե մենք կողմ կքվեարկենք անպայման օրենսդրական նախաձեռնությանը, որովհետև իսկապես դա որոշակի հարցեր լուծում է, մի քիչ բյուրոկրատիան է քչացնում, բայց մի քիչ շատ չէ, իհարկե, բայց ոչինչ, փոքր քայլ է, մենք աջակցենք։ Հիմա բնականաբար երևի նաև սպասում են, թե մենք ինչ կարձագանքենք Զարուհի Փոստանջյանի ասած։ Տիկին Փոստանջյան, ես ճիշտ ասած չէի ուզում մտնեինք այս հարաբերությունների մեջ որոշակի, բայց տեսեք դուք ինչ եք անում, դուք քաղաքական կուսակցությանը ասում եք ջախջախել, ասում եք չգիտեմ ինչ, բայց հազում ես որ տես բաներ եք ասում, այսինքն հիմա երկրորդ քաղաքական ուժը եւ իր որակով եւ իր թվականակով պատգամով այստեղ նստած է, ներկա է, դուք ասում եք ջախջախված է, բայց ժառանգությունը որտեղ էր փետրվարին, ժառանգությունը փետրվարին որտեղ էր ջախջախված չի, որ դուք իսկապես մենակ եք մնացել, այսինքն մենք պետք է քաղաքական պայքար մղենք եւ քաղաքական դիրքորոշումներ հայտնենք, քաղաքական դիրքորոշումներ, կրկնում եմ, անձնական բաները պետք է տարբերակենք, մեկ, երկրորդ, ուրեմն հակապետական գործունեությունը պետք է տարբերակենք իշխանության դեմ իրականացվող գործունեությունից, պետությունը ուրիշ բան է, տվյալ փուլի իշխանությունը ուրիշ բան է, եկեք տարբերակենք, դուք հակապետական այսպես կոչեր մի արեք, այս թիվ մեկ քաղաքական ամբիոնը եկեք չվերածենք, ինչ անհաշանգում ծաղրում ենք այսպես, մի քիչ կոռեկտության կոչ եմ անում ձեզ, կոռեկտություն, եթե ձեզ թվում է, որ դուք այդ կուրսը շարունակեք, ձեր դիվիդենդները շատանալու է, չարաչար սխալվում եք։ Քաղաքական պայքար պետք է մենք մղենք, կարողանանք ծրագրերի, հիմնադրույթների, եկեք օրենքների շուրջը, տնտեսական, սոցիալական, իրավական, եկեք այդ դրույթների շուրջ, ես չեմ տեսել, որ դուք գաք այդ օրենքների շուրջը կոնստրուկտիվ ինչ-որ միտք հայտնեք։ Ոչ թե ուղղակի ասենք խայտարակ, այս ինչ խայտարակություն է, այս ինչ է կատարվում, հասկանալի է, քննադատելը հեշտ է։ Ես որ դուք չեք տեսել, որ մենք 20 օր շարունակ 50-ից ավելի համայնք ենք մտել։ Այդ ո՞նց եղավ, որ մենք գնացինք, ասում եք թե ժողովուրդը ձեր տեսակետները հիմա փոխել եք։ Դու պետք է կարողանաս ժողովրդին ճիշտը բացատրես։ Շատ ճիշտ է։ Ինչ որ ժպտալով, քմծիծաղներ տալով, չգիտեմ ինչերով, այդ դուխը պետք է ունենաք, ճիշտը ասեք։ Դուք 25 տարվա ընթացքում տեսել եք, որ փողոցից գան իշխանության։ Դες բան տեսել եք։ Չի ստացվում, չէ։ Հիմա դուք այդ տեղը զբաղացնելով ընդդիմության, վարկաբեկում եք ընդդիմությանը։ Ընդդիմության տեղը զբաղեցնելով դուք վարկաբեկում եք քաղաքական տեխնոլոգիաներին էլ չեք տիրապետում, որ հենց որ դուք հետ եք քաշվում, իշխանության մեջ էր այդ ճակեր առաջանում։ Չեք հասկանում այդքանը։ Դուք որ պետք է հետ քաշվեք, որ այնտեղ այդ խնդիրները իրանք իրաց մեջ կարողանան այնպես տարալուծեն, որ իշխանությունը ինքը իր մեջից հաղթահարի։ Թե դուք այդ տեղը զբաղացնում եք, որ որևէ բան չլինի, մոբիլիզացվեն ձեր շուրջը։ Դու ասենք այդ տեղը ինչի համար եք զբաղացնում։ Դուք գերազանց ընդդիմություն չեք, ոչ էլ լավի, բավարարել չեք ձգում, որպես ընդդիմություն։ Հաշվի նստեք այդ փաստի հետ, որ դուք անբավարար ստացող ընդդիմություն եք։ Այսքանը։